Ես ամսի 4-ին եվրոպական սխոդկա ալնելու, չէ, Հայաստանում կոպիտ ասեմ, այդ տերմինն օգտագործեմ։ Եվրոպան ամբողջ հավաքվում է Հայաստանում։ Իմ այդ սխոդկեն, այսինքն այդ հանդիպումը, այդ զրույցները, տեսնենք ինչ կտան Հայաստանին։ Առաջարկեցի աշխարհի 14 միլիոն հայությանը, շատ չեմ ասել, ընդամենը կես ցենտ եմ ասել, փոխանցեն, որպեսզի մենք կարողանանք զբաղվենք հասարակության վերադաստիարակությամբ։ Ճշմարտություն գիտեմ, որ ամեն թագավոր արժեի ժողովուրդ, ամեն ժողովուրդ արժեի թագավորը։ Տեսել եք փոքր մայրի դուրը։ Դուք տեսել եք։ Այո։ Սիսիտակն է։ Սիսիտակը փոքր մայրի դուրն է։ Եվ ինչ տպավորություններ էր, ինչ սպասումներ էր, սպասում եք, որ դուրս կգա մայրը։ Չէ, ինքը հələ որ դուրս չի գալու, որտեղ որ դուրս գա ես տեղյակ կլինեմ։ Եկան ստեղ ամեն ինչ տակնու վրա արեցին, 5000 հոգի դրեցին, հողի տակ թողեցին, հանգիստ գնացին, հա։ Մի դրա համար պատասխան են տալու բոլորը։ Բոլորն են պատասխան տալու։ Հակառակորդը քո թշնամին։ Ինքը փողնել ունի, փողնել ճարեց։ Քո ճարտարապետությունն էլ Իրանը սարքեց, քո խոհանոցն էլ Իրանը սարքեց, քո երգերաշտությունն էլ Իրանը սարքեց, քո գրքերն էլ հրատարակեց ինքը, ասելով որ սա մերն է։ Ու ակամայից ինչ կմտածես, որ հայ են այս մարդիկ, թե ուղղակի հայերեն խոսացող գործակալներ են, որոնք եկել են քո երկրի մշակույթը վերացնելու։ Չերչիլը գեներալին ասում է, ուր է մշակույթի փողերը։ Ասում է սեր, բայց չէ, որ մենք պատերազմում ենք։ Ասում է, եթե մշակույթ չկա, ես ինչի համար եմ պատերազմում։ Ողջույն 24 Նյուսի եթերում անուշադրության կենտրոնն է, այսօր իմ հյուրն է Հայաստանի վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Ողջույն պարոն Ալեքսանյան, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերքի համար։ Պարոն Ալեքսանյան, շատ հետաքրքիր կենսագրություն ունեք, խաղացել եք տարբեր թատրոններում, տարբեր կինոստուդիաների հետ եք համագործակցել, սերիալներում եք խաղացել նաև։ Տարբեր երկրներում։ Տարբեր երկրներում, այո։ Հետաքրքիր է, որ նաև իրարամերժ, այսպես հակադիր դերեր եք տարել նաև, ինչպես Գարեգին Նժդեհի դերը, եւ օրինակ շատ տեղերում թուրքի դեր եք տարել, հա։ Այս նոր ժամանակներում, նաև իրարամերժ ժամանակներում ինչպես եք ձեզ զգում։ Այս դերերից գերազանց։ Ինչպես պետք է զգամ։ Իմ աշխատանքը կատարում եմ մեծ սիրով, լավ եմ զգում։ Իդեպ իսկապես շատ լավ եք խաղացել Գարեգին Նժդեհի դերը ըստ իս։ Հրաշալի ինչպես նաև շատ լավ խաղում ենք թուրքերի թշնամու դերն եք շատ լավ խաղացել։ Հետաքրքիր է թե ինչ տպավորություններ եք ունեցել Նժդեհի դերը տանելուց եւ արդյոք կարծում եք, որ ամբողջությամբ ներկայացրել եք Նժդեհին։ Դե չէ, իհարկե անհնար է այդ մի քանի ժամվա մեջ Նժդեհին ներկայացնել իր գաղափարախոսությունը, դա բազմասերիանոց ֆիլմ պետք է նկարես, որպեսզի կարողանաս Նժդեհի ամբողջ գաղափարախոսությունը, մտքերը տեղափոխես էկրան։ Իսկ ինչ վերաբերում է, եթե ցանկություն ունեցողներ կան, որ կուզենան նորից նկարեն, թող նկարեն, մենք նորից կխաղանք։ Նորից խաղաք Գարեգին Նժդեհի դերը։ Իհարկե, արդեն մեկ անգամ ևս ուրիշ յուրով էլ, ավելի յուրով, ավելի ուրիշ տեսակ։ Այն բաներ կան, գաղափարներ կան, մտքեր կան, ասենք, որ չես կարացել այնտեղ տեղավորես, այստեղ արդեն տեղավորես։ Եթե իմանաս ինչքան ես էլի նկարել։ Այսքան ամեն դեպքում զգացել եք այդ բացը, որ չեք կարողացել մեծ մտածողի փիլիսոփայի։ Դե անպայման իհարկե, չկա, դա տենց այդ տեսակ բան չկա, որ կարողանաս մի ամբողջ կյանքը ներկայացնես։ Մի խոսքով։ Նժդեհը ուրեմն հետաքրքիր մի միտք ունի, ասում է ամենավախենալուն հայի տականքն է, հա, ներսում հայի տականքն է։ Դուք տեսնում եք այդ խնդիրը այսօր։ Մի միտք ասենք չունի, շատ մտքեր ունի Նժդեհը, որոնցից մեկը դա է։ Հա։ Ու բա իհարկե ամենասարսափելին, դաժան բանը դա ներքին թուրքն է։ Երբ որ մարդը ինքը հանուն որ կորի, հանուն չգիտեմ ինչի դառնում է ուրանում է,
հողը, ջուրը, հայրենիքը։ Դա արդեն գալիս է այդ կատեգորիան, ներքին թուրքի կատեգորիան է գալիս։ Դուք Արցախյան հերոս եք նաև, մասնակցել եք Արցախյան պատերազմին, գիտեմ, որ բազում շքանշաններ եք ստացել, դրա համար ես շքանշաններ ստացել եմ, բայց հերոս չեմ ես։ Ուղղակի պատերազմի մասնակից եմ։ Պատերազմի մասնակից եք, այո։ Եվ հետաքրքիր է, թե այս օրերին, որ արդեն այլևս Արցախը չկա, հա, եւ ինչ է կատարվում մեզ այդ ընդհանրապես։ Մենք կորցնում ենք մեր հիշողությունը ընդհանրապես քիչ-քիչ, ինչ է կատարվում։ Դեսի, գիտեք ինչ կա, շատ բաներ կա, որ ասենք հասարակությանը անհասանելի է։ Օրինակ ես այսօր առավոտ շուտ Ամերիկայից զանգ ստացա, խոսում էինք, ես չգիտեի դրա մասին, օրինակ, այնց բաներ ասեցին, այն տեսակ բաներ ասեցին, որ մենք այն տեսակ զենքեր ունենք, որ Աստված ոչանը, Աստված հերոտանի բոլոր պետություններին, որ կարողանան հանկարծ մրցեն մեր հետ։ Ես չգիտեի դրա մասին, դրանպես տեղյակ չէի։ Այդ մարդիկ հետո բաներ կա, որ ասենք սովորական մահկանացու մարդը տեղյակ չի այդ ամեն ինչից, էլի։ Գործի մարդը գիտի, տեղյակ մարդը գիտի, այդ թողու բոհի միջի մարդը կիմանա այդ ամեն ինչը։ Դա համար շատ բաներ չեն ասում հասարակությանը, որպես հասարակությունը չվախենա։ Հետո բան չարել, չտարածվի, թե չգիտեմ ինչ։ Մի խոսքով։ Ես էլ եմ իդեպ նման բան լսել ու ես էլ եմ զարմացած, ոնց է որ մենք այստեղ չգիտենք, բայց այո, դրսից մեկ է տեսար այդպիսի բաներ են ասում, որ ապշում ես։ Հա, դե օրինակ ասում են Ֆրանսիան այնց բան է տվել, որ դա դրոնների շարան կարա բաց թողի։ Դա չխորանամ շատ։ Բայց դուք հավատում եք դրան։ Բայց ինչի՞ չպետք է հավատամ։ Դες ամսի 4-ին եվրոպական սխոդկա է ալնելու, չէ՞, Հայաստանում, կոպիտ ասեմ, այդ տերմինն օգտագործեմ։ Եվրոպան ամբողջ հավաքվում է Հայաստանում։ Իբի այդ սխոդկեն, այսինքն այդ հանդիպումը, այդ զրույցները, տեսնենք ինչ կտան Հայաստանին։ Դու ինչ-որ սպասելիքներ ունեք։ Իհարկե։ Դες օրինակ ինչ է տալու Հայաստան։ Դե տեսնենք էլի ինչ կտա Հայաստանին։ Կամ եթե Զելինսկին էլ եթե եկավ, արդեն բաները խաղը կարծի խաղերը հետաքրքրան արդեն շատ կհետաքրքրվի։ Խաղը հետաքրքիր կդառնա։ Խաղը հետաքրքիր է դառնալու, հետո տեսեք Ղրիմի հարց կա, հետո այնտեղ Դոնբասի հարց կա, Արցախի հարց կա, Եվրոպա կա, պետություններ կան, որ հիմի քննադատում են, որ ինչի է Արցախը վերածվել այդ կարգավիճակի իրանք դեմ են եւ այլն շատ հիմի խնդիրներ կան որ ամսի 4-ից մինչեւ 7-ը 7-ին արդեն པարզ կլինի թե ինչա ուզում Եվրոպան աշխարհը Հայաստանից մի տենց կոպիտ ասեմ եվրոպական քերոպները Հայաստանում սխոդկա են անելու տենց ասեմ կոպիտ Պարոն Արցելյան, դուք այն մտավորականներից եք, այն մեր գործիչներից եք, որ երբեք չի լռել եւ միշտ արտահայտել եք։ Հետաքրքիր է թե մեր մյուս, այսպես ասած, մտավորականները ինչու են լռում, ինչու չեն արտահայտում, ինչի չեն փորձում։ Մի հետաքրքիր նախադասություն լսեցի, որ ասել էիք եթերով, ասեցիք ես իմ բոլոր վախերը վախեցել եմ արդեն պատերազմի դաշտում։ Վախենում են այս մարդիկ, ինչու ձայն չեն հանում։ Չգիտեմ, եթե պետք է իրանց հարցնեք, բայց ես մի ավելի ուրիշ բան կարող եմ ասել, մի հատ որ Ես վերջերս էլի հարցազրույցի էի հրավիրված, ես այնտեղ հարց բարձրացրեցի հասարակության վերադաստիարակության վերաբերյալ ու առաջարկեցի աշխարհի 14 միլիոն հայությանը շատ չեմ ասել, ընդամենը կես ցենտ եմ ասել, փոխանցեն, որպեսզի մենք կարողանանք զբաղվենք հասարակության վերադաստիարակությամբ Պատկերացրեք աշխարհի 14 միլիոն ունևոր, չունևոր կուսակցություններ եւ ոչ կուսակցություններ, կառույցներ եւ ոչ կառույցներ, մի խոսքով հայերը 14 միլիոն հայերից մենակ արձագանքելը
Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը, որովհետև պատկերացրեք, որովհետև իրանք գիտեն ինչ բան է կրթությունը։ Երբ որ ես գովք չեմ անում, բայց երբ որ կոմունիստները ունեին կրթական համակարգ, ամբողջ աշխարհը նախանձում էր սովետական միության կրթական համակարգին։ Ես չգիտեմ դուք գիտեք դե ճիշտ եք ասում, ես հիշում եմ, որովհետև բոլորն Եվ համաձայն եմ, իսկապես, այնպես համակարգված եւ մեր կրթությունը սովետական շատ խորհրդային շրջանի, շատ հիմնավոր էր եւ հետո այսպես sense աղավաղվեց ամբողջ բանը։ Ու ցավոք սրտի մենակ իրանք արձագանքեցին, այդ որովհետեւ դա արդեն վերաբերում էր կրթությանը։ Ու բայց մենակ մի ծաղկով գարուն չի գա։ Առաջարկել էի ես։ Սկիզբը դնենք կրթությունից, կրթելուց սկսենք այդ ամենը։ Պատկերացրեք, այսպես ասենք, կրթության շնորհիվ չենք բաժանի սևի եւ սպիտակի։ Մենք կրթության շնորհիվ մարդուն կկրթենք, կդաստիարակենք արժանաբույնս տվյալ երկրի եւ ինչու ոչ համաշխարհային քաղաքացի կսարքես այդ անձնավորությանը, այդ մարդուն, այդ աղջկան, այդ կնոջը, այդ տղային։ Պատկերացրեք, ել եմ ասում, եթե չունևորնել, որ կես ցենտ փոխանցեն Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության հաշվի համարին, ինձ չէ։ Ես ունեմ ծրագիրը գրած, որը պահանջում է 25 տարի։ Բայց այս երեք կարծեմ լսեցի, ԿՊԱ-ականները դրամ հավաք են անում։ Հա, երեք էր ոնց որ։ Հա, բայց հա չեմ հասկանում ինչի համար են անում։ Մենք առաջարկում էինք այդ դրամահավաքը կես ցենտով, ես մի ավելի բան ասեմ։ Կեսի կես ցենտ թող ուղարկեն այդ հաշվի համարին, մենք շատ կար ժամանակամիջոցում, շատ կար ժամանակահատվածում մենք կզբաղվենք հասարակության վերադաստիարակությամբ։ Էլ եմ ասում, դա խորհրդային միության կրթությունը դա վերջին իրանք որպես շկալա ամենաբարձր մակարդակին։ Ես ինչ եմ այդպես համարում, որովհետև ես հիշում եմ այդ ժամանակվա կրթության մարդը ինքը ամեն ինչից էր տեղյակ, բազմակողմանի էր զարգացած։ Այո։ Մենք չենք խոսում անունների, դեր ասենք Լենին պապի փոխարեն այլ բան կարելի էր դնել, հասկանալի է ժամանակը, բայց ընդհանուր մեխանիզմը կրթության, ընդհանուր համակարգը այսպես պետք էր պահպանվել։ Տեսեք, դուք կրթությունից սկսեցիք, չէ՞, բայց այս մարդիկ են կրթությունից սկսել։ Իրենք այսօր արդեն գրքերը փոխել են մեր, արդեն պատրաստում են նոր սերունդ, որտեղ Մեսրոպ Մաշտոցը այսպես PR կոդով ինչ որ պիտի հեռախոսներով նայես, որ բան, բայց հեռախոս պետք է ունենաս, էլի հեռախոսները արգելել են համել, որ դպրոցում ունենաս։ Եվ այսինքն իրենք էլ են դրանով զբաղվում, իրենք էլ են դա հասկացել, բայց դաստիարակում են ըստ իրենց, այսպես ասած։ Դե, տեսեք, դա պետք է արդեն այդտեղ հասկանաս, էլի։ Իրանք դաստիարակում են ինչ կարգի ում համար, որտեղի համար եւ այլն։ Մենք դաստիարակում ենք ամբողջ ոչ թե դաստիարակում են կոնկրետ վերացնենք եկեղեցին բանում Ստեփանակերտում Հայաստանում սարքենք մեջիդ, չէ, մենք ասում ենք, որ սա էլ երկուսն էլ իրավունք ունեն գոյություն ունենալու, սրանք որովհետև ճարտարապետական կոթողներ են։ Սրանց չի կարելի այն ինչ որ վերաբերում է մշակույթին, լինի դա ճարտարապետություն, լինի դա քանդակագործություն, չի կարելի ջուղայի խաչքարերը վերացնել։ Մենակ ջուղայի խաչքարերը վերացնելով դու պատմությունը չես վերացնի։ Մենակ այդ եկեղեցին վերացնելով դու պատմությունը չես վերացնի։ Կամ գրքի, մանկական գրքի հետևի առաջին մասում շատ գունեղ պայծառ լուսավոր, հետևի մասում այրվող հայկական դրոշ, հա? Դրանով էլ չես վերացնի, որովհետև եթե դու ինձ դպրոցում սովորացնում ես դա, գալիս ես տուն, որպես ես քո հայր, ինքնել մայր, քեզ ասում եմ բալիկ ջան, ասում եմ, նայտես, դպրոցում այդ ինչ որ սովորացնում են, դա այդպես չի։ Տես պապը, մեր պապը, ինչեր է գրել, ինչ է ասում,
Մենք այդ գիտենք, հետո իմացտես մենք որտեղից են գալիս, ուր են գնում, մենք ով ենք ընդհանրապես ոչ թվա թե տանը ծնողը չի խոսում իր երեխի հետ։ Ինչքան էլ ուզում ես դու բանարա։ Ու քանի որ հասարակության մեջ դա արտնացրել է բողոքի շունչ, բողոքի ալիքա բարձրացրել։ Դրա համար այդ ծնողներն չեն համաձայնվի, չեն համաձայնվում, այսինքն հա դպրոցներում կա հրատարակություններ կան, այդ տեսակ գրքեր կան, բայց կարծում եք չեն համաձայնվում, ոնց որ հաշտ են, հա, բոլորը, այսպես Չէ, ես ստանում եմ տարբեր հաղորդագրություններ, որտեղ որ շատ անհաշտ են մարդիկ, բողոքում են, պատրաստ են դուրս գալ փողոց դրա համար։ Նույնիսկ իհարկե, ոչ թե նույնիսկ, այլ պատրաստ են, որտեղ այդ երկիրը, որտեղ որ պետք է ապրեն, իրանց սերունդը պետք է ապրի, իրանք արդեն իրանցը ինչ որ պետք է արել են, էլի։ Ու Պարոն Ալեքսանյան, դուք հավատում եք այս նոր խաղաղության օրակարգին եւ այդ իրական Հայաստանի այս գաղափարին եւ այդ օրակարգը, որ իրենք հետեւողական տանում են։ Ես մի բան գիտեմ ընդհանրապես կյանքում, դրանից ավելի բան չգիտեմ, եթե ինչ որ մեկը գիտի ու կարա համոզի ինձ ասի, ապացուցի կամ դնի դեմս, եթե ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստվես պատերազմի։ Ես դա գիտեմ։ Դրանից ենքում բան չգիտեմ։ Եթե մենք մի ներքին կարգով պատրաստվում ենք պատերազմի ու քարոզում ենք խաղաղություն, դա ուրիշ խնդիր է։ Բայց եթե չես պատրաստվում պատերազմի, ուղղակի խաղաղություն ես ասում միայն տնտեսական իբր ոլորտը բարելավելու համար, ես դեռևս 20 թվականի հունիսի 15-ին Սարդարապետեցին ելույթի ժամանակ Քոչամանյանի Հայությանը ես այնտեղից ասեցի, որ դարերի ընթացքում ոչ մեկին չի հաջողվել, ոչ մի երկրի, ոչ մի պետության չի հաջողվել հայերին իրարից բաժանել, աղճատել։ Միասնականությունից զրկեցին այսպես կոչված իշխանափոխության ընթացքում օտարերկրագործակալները բաժանեցին մաս ամբողջ երկիրը ավելացնելով ցիեր հայաստանցի, ղարաբաղցի, գյումրեցի, երևանցի, ալավերցի, տավուշցի, իջևանցի եւ այլ։ Այսինքն քեզ թույլ չտվեցին, որ դու մտածես, որ դու հայ ես։ Չէ, դու ալավերցի ես, դու ից ես, էլի, ինչ որ դու ից ես։ Ու այդ բարբարն ունես։ Գորիսեցի, ղարաբաղցի։ Հա, պատկերացրեք։ Դրա համար հետո բաժանեցին սև ու սպիտակի։ Իսկ այդտեղ իմ ելույթի ժամանակ ես նշում եմ այդ ամեն ինչ, ասում եմ, բացատրում եմ, ասում եմ, չի հաջողվել դարերի ընթացքում, որպեսզի հայերին մասնատեն ու բաժանեն։ Բայց այս բանը իշխանափոխության ժամանակ հաջողեցին, բաժանեցին, ատելություն սերմանեցին, գողացան երիտասարդության հավատքը։ Կրոնը չեմ ասում, կրոնը ինքն իր համար գոյություն ունի։ Ինքն իր ընթացքը կգտնի կրոնը։ Մենք կրոնը ինքն իր համար կա հավատքը գողացան, հետո արժեհամակարգը լրիվ փոխեցին։ Մի խոսքով շատ բաներ կատարվեց էլի։ Հենց դա իմ մեր ասելիքը որն էր, որ մենք կզբաղվենք հասարակության վերադաստիարակությամբ, ուղղակի մեզ միջոցներ են պետք։ Էլի եմ կրկնում, մեզ պետք չի որպեսի Պողոսը միլիարդներ փոխանցի, Պետրոսը չգիտեմ ինչ, ամբողջ հայությունը մի մարդու նման, որ ամբողջ հայությունը մասնակցին, կես ցենտի կեսը թող ուղարկեն այդ հաշվի համարին։ Դա ինչքան է գալիս դրամով, Հայաստանի հայերը ինչքան են ուղարկում։ Դե, ես պատկերացրեք, կեսը $1 արժի ինչքան է, 380 քանից, կեսի կեսը։ Այնպես որ ես հասկացա, որ ոչ մեկ բացարձակապես 14 միլիոն հայից հանած մի քիչ մի քանի տոկոս հայության մնացածը զբաղված են ստամոքսի եւ աթոռակռվով
ոչ հողով, որ այդ աթոռը դնեն բրեն, ոչ ջրով, այդ ջուրը որ պետք է սեփականացրել են եւ այլն։ Բոլորը չեն մտածում իր սերունդի մասին, չի մտածում գալիք սերունդի մասին, որովհետեւ այդքան պարկը որ կուտակել են, այդ սերունդները պետքա տան, ճիշտ է։ Այդպես ուրախ Քանի միլիարդ են Արդեն 19 է հասնում ինչ որ միտեղ լսեցին։ Ինչ որ 15-ա, 19-ա, չգիտեմ ինչքան։ Այդ ով պետք է այդ փողերը բանը վճարի։ Գալիք սերունդը պետք է վճարի։ Հա, խնդրեմ։ Այսինքն այլևս մեր սերնդի, նոր սերնդի բզին է այդ գումարը, որ կամաց պետք է վճարի։ Պարտադիր, բա իհարկե։ Վտանգ չեք զգում, վախ չեք զգում մեր Հայաստանի թերքացման վտանգը դուք չեք տեսնում։ Ընդունենք խաղաղությունն եղավ, ընդունենք բացվեցին այդ սահմանները։ Հասանք, այսպես ասած, մեր իշխանությունը հասավ իր երանելի ցանկության։ Ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես։ Ինչ է տեղի ունելու։ Նայեք, տեսեք, մի բան ասեմ, այն ինչ պետքա տեղի ունենա, այն ինչ տեղի ունեցել, պետքա տեղի ունենա, պետքա ու տեղի ունեցել։ Այսինքն այն ինչ գծված է քարտեզով, այն ինչ ասված է ի վերո այն մարդիկ, ովքեր որ ասողներն են, իշխանությունները, կառավարությունը կատարողներն են։ Իրանք կատարել են, իրանք կատարում են այդ ամեն ինչը։ Բայց կա մի հատ ճշմարտություն, որ մարդը մահկանացու է եւ որևիցե մի ժամանակ հետո այդ կառավարությունը, այդ իշխանությունը չի լինելու։ Լինելու են ուրիշներ, ուրիշ գաղափարախոսություն, ուրիշ մարդիկ, ովքեր որ արդեն իրանց թեզերը, իրանց մտքերը, իրանց գաղափարները կառաջադրեն ու որը որ հուսով են կլինի ազգային ու այդ ես չեմ հիշում թվականը, այդ տեսակ եղավ, չէ՞ որ մի 21 թիվներ երբ որ նորից գնացին թրկացման, հետո նորից բանը այդ բոլշևիկները եկան։ Անցյալ դարասկիզբի ասում, եկան բան հեղափոխություն եւ այլն։ Այսինքն մտածում եք նորից միևնույն է, ինչ էլ լինի նորից հետ ենք։ Պատմությունը կրկնվում է։ Բայց մեղք ենք, արանքում մենք ենք մեղք, մեր ժողովուրդն է մեղք, չէ։ Պատկերացրեք, դա հեշտ չի լինելու, անգամ եթե գնանք, այսինքն ստեղծենք մի խնդրեմ, հետո այդ խնդրից ազատվենք, ասենք, հա, հետո երկար տարիներ ազատվենք այդ։ Իսկ քեզ ով է ասում ստեղծի խնդրեմ։ Դե եթե թրքացավ, ինչպես ասեցիք, հա, հա, բայց քեզ ով է ասում այդ խնդրեմը ստեղծի։ Հա, դա ճիշտ է։ Բայց դու քեզ ասում են, որ ցենց խնդրեմ կա։ Բայց դու չեք, դու վախենում ես սոված մնաս։ Հիմա իմ ասածը դա է, հասկանում են, թե չեն հասկանում։ Օրինակ, ժողովուրդը հասկանում է դա, թե ինքը այս ընտրությունը կատարելով մոտավորապես ինչին է գնում ինքը, հա, ինչ է լինելու իր հետ։ Ես չգիտեմ հասկանում է թե չի հասկանում ժողովուրդը։ Թե ինքը այդպես է ուզում, իրեն Մենակ մի բան ճշմարտություն գիտեմ, որ ամեն թագավոր արժի ժողովուրդը, ամեն ժողովուրդ արժի թագավորը։ Այդքան կարող եմ ասել, իր փոխարեն ես չեմ կարող պատասխանել։ Զգում է, չի զգում, գիտակցում է, չգիտակցում։ նայեք զրուցում եք մարդկանց հետ։ Հասարակ մարդկանց հետ, սկսած տաքսիստներից, տաքսիստ թեման հետաքրքիր է դարձել, բայց սկսած տաքսիստներից, ինչ են մարդիկ, հասկանում են, ինչ է կատարվում, ուր են գնում, թե իրենց համար դա իրենք ընդունում են, դա նորմալ է, իրենք ուզում են դա։ Տարբեր են, բոլորը տարբեր գաղափարներ մարդիկ են, տարբեր մտածելակերպի մարդիկ են։ Մեկը համաձայն է, մեկը համաձայն չի, մեկին կարող ես բացատրել, մեկին չես կարող բացատրել։ Տարբեր մարդիկ են։ Բայց Ավետիք Իսահակյանն էր կարծեմ ասում էր Աբուլալա Մահարի մեջ եւ ժամանակի ձերքան տարբեր կսրբեք կարողե պիղծ հետքերը ձեր, որը որ պիղծ եղավ սրբավելու է տարվելու է։ Ցես այդ զրույցից այնպեսի հանգստություն ստացա ես մտածելով որ ինչ որ լինելու է պիտի լինի, հա, այսպես հանգստություն եկավ իմ մեջ, չգիտեմ ինչի։ Անի ջան, ուրեմն մենք այնքան փոքր ազգ ենք, մենք այնքան փոքր ցեղ ենք, հասարակություն ենք, ժողովուրդ ենք, ոնց չգիտեմ ոնց ուզում եք անվանեք։ Կան համաշխարհային բեմում խոշոր խաղացողներ, ովքեր այդ կանոնները դնում են, որին դու պետք է ենթարկվես, որովհետև դու չնայած Հայաստանը դրախտավայր է ինքը եւ ընտրյալ ժողովուրդ է։ Ու աշխարհում բոլորն էլ դա գիտեն։
թող գնան Վատիկանի ուրեմն գրադարանները փորկրեն, քանդեն, կարդան, տեսնեն, որը որից հետո է, գնան Անգլիայի գրադարանը բացեն գիրքը, տեսնեն աշխարհի ծառը տեսնեն ծառի հիմքը որտեղ եւ այլն այնքան բաներ կա, որը հասարակությանը չեն բացատրում, չեն ասում։ Ուզում եմ ասեմ, ամբողջ այդ դաշտում, մեծ դաշտում խաղում են մեծ խաղացողներ, գոյություն ունեն, որոնք տեղյակ են քո գոյության, քո առաքելության մասին այս երկրի վրա։ Հենց այնպես չէ, դարերով ուզեցել են ոչնչացնել հային, բայց հայը մնացել է։ Այդտեղ ինչ որ մի բան կա, չէ, առասվածային մի բան կա։ Դա թող ուսումնասիրեն, տեսնեն, էլի։ Հա, իրենք այդպես ուզում են, բայց մենք էլ մեր ռազմավարությունը պետք է ունենանք, չէ՞։ Դե անպայման։ Դրա համար եմ ասում, եթե ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստվես պատերազմի։ Տեսեք, ինչքան ուղիղներ են մենք դուրս թողել, թե Ամերիկա, թե Ռուսաստան, թե Եվրոպա։ Ես մարդիկ գիտեմ, ովքեր որ այն տեսակ գիտություններ ունեն իրանք, գիտական աշխատանքներ, այն տեսակ զենքեր ունեն, իրանք դիմել են մեր կառավարություններին, մեր իշխանություններին, տեղ չեն տվել։ Այն տեսակ մեքենաշինություն կարան ստեղծեն, դնեն, որ Հայաստանը ծաղկի, չեն թողել։ Եվ այլն, այն տեսակ հանածոներ ունենք մենք, այդ հանածոների համար աշխարհը բան անում, կռիվ է տալիս։ Դա ռեսուրս է լուրջ, որ աշխարհը տալիս այդ ռեսուրսն է։ Վերցնենք օրինակը ամուսարը։ Մենակ ամուսարը հերիք է օրինակի համար։ Պարոն Ալեքսանյան, հետաքրքիր է, մեր պատմությունը ընդհանրապես ինչ է ցույց տալիս։ Մենք թերագնահատել ենք միշտ մեր թշնամուն։ Երևակայք, որ միշտ չգիտեմ, բայց թերագնահատել ենք միշտ։ Նորից միշտ բառ օգտագործեմ։ Տեսեք, եթե վերցնենք 44 օրյա պատերազմը, ինչ էինք ասում ենք ոչխար, չէ՞։ Ոչխար են դրանք, ոչխար են։ Ավելի ռուսերեն բառան էին, ասում բառանները։ Այնքան ասեցին։ Հա, մենք ինչ-որ Յոնջայի տեղ դրեցին մեզ ու կերան։ Խոտ դառանք մենք։ Այսինքն, ինչի շնորհիվ դառար խոտ։ Վասիլ ոչխարա։ Այն կողքին եկավ, ասեց, լսպասի ես քեզ միանամ, տեսնեմ էլի կասի ոչխարա։ 7 պետություն եկավ միացավ ոչխարին, դառան խոչեր։ Տեսան այնտեղ խոտ է, դրեցին կերան, 7 պետություն կերավ մեզ։ Աշխարհը լռեց, ձենք չհանեց։ Այ մի ամսի 4-ի հավաքը մինչև ամսի 6-ը։ Այդ հավաքից շատ բան է կախված։ Թե Արցախի ճակատագիրն է կախված, թե Հայաստանի ճակատագիրն է կախված, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Այդքան որ խոսեմ, ձեր ծրագիրը չի։ Հետաքրքիր է, ձեր կենսագրությունից տեսա, որ դուք Սասունցի Դավիթի շքանշան եք ստացել, բազում շքանշանների հետ միասին, պարգևների հետ միասին։ Գարեգին նժդել եմ ստացել։ Հա, տեսա, որ Գարեգին նժդել եք, բայց Սասունցի Դավիթը ինձ հետաքրքրեց շատ, որովհետև ժամանակներ են եկել հիմա, պարոն Ալեքսանյան, որ այսպես կարծես մենք մեզ կարիք ունենք ինքներս մեր մասին պատմելու, գուցե նաև վերանայելու մեր պատմությունը։ Սա շատ կարևոր բան է, որովհետև ես զգում եմ նույնիսկ գիտեք ինչ, հետևորդներից եմ զգում այն հաղորդումները, որոնք որ վերաբերվում են հայի տեսակին, հայ արմատներին, այնպիսի մեծ հաճույքով են նայում մարդիկ, ու դու զգում ես, որ հոգևոր այսպես սով կա, այդպիսի հաղորդումների, ուզում է լսել մարդը, ուզում է լսել իր մասին, ուզում է լսել ինքը ով է, ինչի էսպես եղավ, ուր է գնում, ինչ պիտի անի։ Այ Սասունցի Դավիթը, ասեմ, հասկացա։ Շքանշանը ինձ հիշեցրեց այս ամբողջ մեր խոսույթը։ Ասեմ, օրինակ, պետք չի լսել, պետք է ընթերցել։ Ուզում ես իմանաս ով ես դու։ Ընթերցի Սանասար եւ Բաղդասար։ Ուզում ես իմանաս ով ես դու։ Հայի մասին է խոսքը։ Կարդա Սասունցի Դավիթ։ Ուզում ես իմանաս ով է փոքր մահերը կամ մեծ մահերը։ Ընթերցի էլի եմ ասում Սանասար, Բաղդասար, բայց եթե դու ուզում ես դա իմանաս, այդ ամբողջ իմանաս, այ ինչի համար եմ ասում վերադաստիարակել հասարակություն։ Գոյություն ունի Արթուր Արմինի հայկական աստվածաշունչ
երկու հատորանից գիրք, որը որ մեծ հաճույքով կարելի է տրամադրել դպրոցին, դպրոցական դասագիրք դարձնել, որպեսզի հայերը մեծանան որպես հայեցի։ Այսինքն չմոռանան իրենց արմատը, իրենց գիրը, գրականությունը, իրենց հողն ու ջուրը։ Այդքան բան։ Սասուցի Դավիթ, Սանասար Բաղդասար, Դավիթ անհաղթ, մեկ էլ կարդացեք, որ չպարտվեք։ Իդեպ Արթուր Արմինը մեր հյուրը եղել է, մենք խոսեցինք Մեհերի առեղծվածի մասին, Մեհերից խոսեցինք փոքր Մեհերի։ Ես տեսել եմ փոքր Մեհերի դուրը։ Դուք տեսել եք։ Այո։ Սիսիտակն է։ Ահա։ Սիսիտակը փոքր Մեհերի դուրն է։ Դակրքիր է։ Եվ ինչ տպավորություններ էր, ինչ սպասումներ էր, սպասում եք, որ դուրս կգա Մեհերը։ Չէ, ինքը դեռ որ դուրս չի գալու, որովհետև որ դուրս գա ես տեղյակ կլինեմ։ Ես չեմ թաքցնում։ Երբեմն ես Ինչպես եք տեղյակ լինելու, բան ասել։ Դե ինչպես ինձ թելադրել են, որ ես գրել եմ մարգարեությունը, իմ էջում կա։ Տեղյակ եմ, Սուրբ Երրորդություն կոչվում է։ Սուրբ Երրորդությունը, հա։ Ես չեմ գրել, ինձ թելադրել են, գրել եմ։ Այդպես էլ ես շփվում եմ իրանց հետ։ Տիրոջ հետ եմ շփվում։ Հրեշտակների հետ ենք շփվում։ Քերովբեների եւ սերովբեների։ Այո, բաներ կան, որ ասենք, հա, մարդուն անհասանելի է մահկանացու մարդուն։ Բայց եթե դու ընտրյալ ես, եթե դու առաքելության պես ես երկրի վրա, քեզ ընտրել են այդ ամեն ինչը քո հետ անպայման իրանք զրուցում են, հանդիպում են եւ այլն։ Շատ չխորանամ ու շատ չվախենան։ Չէ, իրապես այդ տեսությունը եւ կա իրապես, որտեվ եթե մարդ լինում է գերլարված վիճակում եւ հոգեվոր եւ ֆիզիկապես գերլարման մտքերի մեջ է, միշտ էլ այդ առնչությունն լինում է վերևների հետ, թեկուզ մի րոպեով, թեկուզ կարճ ժամանակով, իմ դեպքում գերլարված չեմ եղել, ես իմ դեպքում գերհանգիստ եմ եղել։ Գերհանգիստ եք եղել։ Ես շատ հանգիստ, ես ահավոր հանգիստ եմ, համբերատար եմ։ Գերլարված չեմ եղել, որովհետև ես գիտեմ ով է իմ Տերը։ Ես գիտեմ ում ձեռքն է իմ ուսին, ում մեջքից դրած։ Կարող է մեր հայազգի ուսին էլ իր ձեռքը դրել։ Ամեն սեբանոթելո չի, ամեն հայերեն խոսածող հայ չի, բայց հայի մեջքին, հայի գլխին, հա, Տիրոջ ձեռքն է։ Պարոն Ալեքսանդրյան, այս օրերի մեջ մտավորական օրինակ դուք ինչ պիտի անի, օրինակ ինչ ասի, ինչ անի ազգի համար, երկրի համար, որպեսզի Օրինակ ես վերջին հաշվով մտավորական ինքը էլիտան է երկրի, հա, ինչ պիտի անի։ Ես անում եմ այն, ինչ որ ասել արել եմ մինչև հիմա իմ հարցազրույցների ժամանակ ասում եմ ու այն ինչ որ անում եմ արել եմ ու էլի անում եմ։ Մնացածի մասին չեմ կարող ասեմ, թե ով ինչ անում, ով ինչ չի անում, ինչ թվում է հասարակությունը լավ էլ տեսնում է, լավ էլ հասկանում է, ով որտեղ է, ով ինչա, ինչացու է։ Իզուր պետք չի անուշադրության մատնել։ Պետք է ուշադրության կենտրոնը վերցնել եւ հենց հասկանալ թե ով է եւ ով ինչի համար ինչ առաքելությամբ է եկել այս մեր երկիր։ Ես ինձ մի անգամ հարց տվեցին, այնց դեգուզ որ վերադառնանք մեր կերպարներին, ֆիլմերի կերպարներին եւ այլն։ 3 գաղտնիք կա կերպար ստեղծելու։ Դու դերասան որպես կարող ես դերը ասել։ Բայց որպես արտիստ դու պետքա կերտես կերպար, ճիշտ է։ Ուրեմն 3 գաղտնիք կա, 3 գաղտնիքից մեկը ես մի անգամ բացել եմ, ասել եմ որն է դա։ Կերպարի գաղտնիքներ 3-ն են։ Իմ վարպետս Արմեն Բարիսի Ջիգարխանյանը ինքը ինձ չի ասել 3 գաղտնիք, ասել է 3 գաղտնիք կա, ինքը պետքա հասնես դրան։ Ու ես ինքս հասա դրան, դրա համար ասենք թե Գարեգին Նժդե, թե Հասան Բեկզադիևը, թե Արման Նշանյանի ֆիլմը, Սողոմոնի երգերը, էլի թուրքի կերպարը եւ այլն։ Առաքելությունը պետք է իմանաս տվյալ կերպարի։ Եթե դու հասկացար իր առաքելությունը որն է, դու այդ ժամանակ արդեն կարողանաս ստեղծես տվյալ կերպարը։ Այսինքն դեր ասանից կվերածվես արտիստի։
Դա մեկը, այն երկուսը թողում եմ։ Թող իրանք չէ, թող ես ինքս եմ հասել, թող իրանք էլ հասնեն։ Իրենց ջանքերով Բա իհարկե դու իրան ջանք, այդ էլ եմ ասում, ինձ երեքն էին ասել, ես մեկին հասա։ Մեկը ճշտեցի։ Այսինքն ընթացքում ճշտի։ Այն երկուսն էլ տարիների ընթացքում, պրակտիկայի ընթացքում եկավ ասավ ինձ։ Մի թող այն երկուսի մասին էլ իրանք մտածեն։ Ես առաքելությունից խոսեցիք, հիմա այս իշխանությունների առաքելությունը ո՞րն է ձեզ օրինակ։ Հասկացա, որ ամեն երևույթի դիտում եք այդ տեսանկյունից, ինչ առաքելություն ունի ինքը, տեսեք, ես թե ծառը ուրեմն արմատով ինքը հողի մեջ կանգնած է, եթե կամյա լինում, այդ տերևները շարժվում են, չէ՞, բայց արմատը տեղյակ է, որ տերևը շարժվում է։ Արմատը գիտի իր հետ ինչա բան է, իր ծառի հետ ինչա կատարվում։ Տերևը փոկվեց, ընկավ բան, աշուն եկավ, ձմեռ եկավ, քնեց ծառը եւ այլն։ Երևակայ է, որ ինչ որ բանով տեղյակ են, թե ինչա կատարվում, էլի։ Մենք, բայց պետք է կրկնվեմ, ցավոք սրտի պետք է կրկնվեմ։ Ես համաձայն չեմ, շատ բաներ հետ համաձայն չեմ, 5000 զոհի հետ համաձայն չեմ, մշակույթի կոթողներ վերացված, դպրոցներ փակված եւ այլ, այդ ոչ մի բան հետ համաձայն չեմ, բայց մի հատ բայց կա, որ դրա հետ համաձայն եմ։ Պատկերացրեք Տիգրան Մեծից հետո այդ դարերի ընթացքում անկախ իրենից Նիկոլ Փաշինյանը սկսած իրենից վերջացրած մեզանով վերջացրած են չգիտեմ բոլոր մարդկանցով 14 միլիոն մարդկանցով անհատապես բացեց բոլորի դիմակները անհատապես սերմանելով սև սպիտակը սերմանելով ատելությունը վերցնելով սերը հավատքը այս ամեն ինչի միջոցով բացահայտվեց այս հայ չեմ ասել, որովհետև հայերը այդ տեսակ չեն, բացահայտվեց 14 միլիոն հասարակություն, ովքեր որ խոսում են հայերեն, իրանց էությունը բացահայտվեց, որովհետև պետք է էլի կրկնվեմ, ամեն սև բան օթելո չի, ամեն հայերեն խոսացող հայ չի, հայը Թումանյանն է, Իսահակյանն է, Արամ Խաչատրյանն է, Շարլ Ազնավուրն է, դե հիմի արի ասա, Սերժ Թանգյան, Արսինե Խանջյան, ինչի չեք գալիս մի բան խոսեք, դուք բոլորդ հարց եք տալիս մտավորականության մասին, առանց հաշվի առնելու դրսի մտավորականությանը նաև, անընդհատ բանը տեղի մտավորականությանն են բանանում, մեղադրում, թե ինչի, ինչի չեն խոսում, ինչի բան չեն անում, բայց դրսի մտավորականությունը, ինչի ոչ մեկ չի խոսում, ոչ մեկ ոչ մի բան չի անում, ինչը տեղերը տակ են, եկան ստեղ ամեն ինչ տակնու վրա արեցին, 5000 հոգի դրեցին, հողի տակ թողեցին հանգիստ գնացին, Մենք դրա համար պատասխան են տալու բոլորը, բոլորն են պատասխան տալու, այնպես չի, որ այդ եռաբլորը հսկայական, ինչպես Հովհաննես Շիրազը կասել էլ, ինչպես թաքցնես, Դանտեի հետ ճանապարհելուց, մի խոսքով։ Շիրազի այն հանճարեղ տողն այս պահին հիշեցի, որ ասում եմ նստեմ քարին ու նայեմ իմ Արարատին, այնքան նայեմ, մինչև ես էլ քարանամ, ես վերցապատմում եմ, որտեղ բառացի չեմ հիշում, այնքան նայեմ, մինչև քարանամ դառնամ, շիրմաքարս դառնա, այսպես Արարատին նայող։ Հիմա մեզ փաստորեն այդ Արարատից էլ են զրկում, այսպես հաստատվում, Արարատին նայելուց էլ են զրկում։ Արարատի մասին խոսելուց էլ են զրկում։ Նայելուց իհարկե երբեք չեն կարող զրկել, խոսելուց չգիտեմ, կարան էլի չեն կարող զրկեն խոսելուց, որովհետև այստեղ այնտեղ կխոսես, կասես, կհանեն գրքերից, կհանեն անձնագրի մեջի կնիքից կհանեն, որը որ արդեն արել են, էլի։ Բայց դա էլ դեղ չի, դա էլ դարման չի, ոչ Թուրքիային, ոչ Ադրբեջանին, ոչ էլ Հայաստանին։ Մակեդոնացին, որ մահամերձ վիճակում է լինում,
կանչում են մակեդոնացուն, ասում իր բան կանչում է իր սրիտային, ասում է, ուրեմն եթե ասում է ես որ մեռնեմ, ասում է, կկանչեք աշխարհի ամենաընտիր բժիշկներին, որպեսզի հասարակությունը տեսնի, որ բժիշկներն էլ չկարողացան, աշխարհի ամենաընտիր բժիշկներն էլ չկարողացան ինձ փրկել։ Հետո այդ ոսկին ու արծաթը, որ ես ամբարել եմ, կուտակել եմ, կփռեք իմ ճանապարհին, ու այդ ճանապարհի վրայով կքայլեք, որ հասարակությունը տեսնի, որ ես այդ կուտակածի վրայով եմ քայլում, որ այն ինչ կուտակել եմ, դա մնում է աշխարհին։ Հետո ասում է ձեռքերս բաց կողքի կթաղեք, որ հասարակությունը տեսնի, որ ես իմ հետ ոչինչ չեմ տանելու։ Եվ ասում է մի միտք հաղորդեք երկրագնդի ապրող հասարակությանը, որ այդ ոսկին, այդ արծաթը, այդ ամեն ինչը, որ կուտակում եք, կուտակեք ոսկե, ձեր անունը ոսկե տարերով պատմության մեջ գրելու համար։ Հիմի որ մեկին ասես, եկեք մի հատ Տիգրան մեծ ֆիլմ նկարենք պատմական, փող չկա։ Եկեք մի հատ գիրք հրատարակենք պատմության մասին, փող չկա։ Եկեք մի հատ ֆիլմ նկարենք, հենց կա, կադրեր կան, ոնց են խաչքարերը ջուղայի ջարդում, ոնց են եկեղեցին ջարդում, ոնց են բանը Շուշիում եւ այլն։ Արցախում որ բան։ Փող չկա։ Իսկ քո հակառակորդը, քո թշնամին, ինքը փողն էլ ունի, փողն էլ ճարեց, քո ճարտարապետությունն էլ Իրանը սարքեց, քո խոհանոցն էլ Իրանը սարքեց, քո երգերաշտությունն էլ Իրանը սարքեց, քո գրքերն էլ հրատարակեց ինքը, ասել է, որ սա մերն է, պատմականորեն սա մերն է։ Որ մեկին մոտենաս ասես, մի քանի կոպեկ տվեք, գիրք հրատարակենք, որ մենք այս մշակույթի տերն ենք եղել։ Փող չունեն ոչ մեկ։ Դու ակամայից ինչ կմտածես, որ հայ են այս մարդիկ, թե ուղղակի հայերեն խոսացող գործակալներ են, որոնք եկել են քո երկրի մշակույթը վերացնելու։ Մենք շատ լավ գիտենք, չէ՞ պատմությունից, որ մեծ պետություններ են եղել, որոնց մշակույթը վերացնելով վերացրել են նաև այդ ազգերին։ Մեր տարածաշրջանում ապրող Ասորստան Ապրեք։ Ասորիները հիմա թափառական ման են գալիս տարբեր երկրներում, մեծագույն հարգանքս իհարկե ասորի ժողովրդի հանդեպ, բայց փաստը այդպես է։ Այո, փաստը այդպես է։ Չերչիլը գեներալին ասում է՝ ուր է մշակույթի փողերը։ Ասում է՝ սեր, բայց չէ՞ որ մենք պատերազմում ենք։ Ասում է՝ եթե մշակույթ չկա, ես ինչի համար եմ պատերազմում։ Պատկերացնում եք։ Այսինքն ամբողջ այս պայքարը պատերազմը ամբողջ այդ մշակույթի համար։ Անպատճառ։ Քո ինքնության գրելու ամբողջ այդ բանալի գոյությունը, բա իհարկե։ Քո լեզուն բացախ հիմի գնում է դրան, ուզում են տիրեն, ուզում են իրանց սարքեն, իրանցը բերեն։ Բայց մեկը ինչ ուզում են անեն։ Ինչ ուզում են անեն, ել եմ ասում, մարդը մահկանացու է ու մարդը ենթադրում է, Տերը տնօրինում է, դա պետք է բոլորը շատ լավ հասկանան։ Ռուսերեն ասում է «Человек предполагает, Бог располагает»։ Մարդը ենթադրում է, Տերը տնօրինում է։ Այդտեղից ենքում աշխարհ չկա, մեկը մահկանացու ես, որ տարիքում էլ լինի մահկանացու ես դու մեկը լինելու, մեկը մարմինը վերանալու է, մնալու է հոգի, որը որ պետքա արդեն պատասխան տա։ Դե եկեք պատասխան տվեք, ինչի այդպես եղավ։ Պարոն Ալեքսանյան, հիմա զարմանալի կերպով մեր իշխանությունը Նիկոլ Փաշինյանը ասեմ, բացահայտ բոլոր իր այսպես քարտերը, իր նպատակները ամբողջությամբ ասում է։ Ոչ ինքը հետաքրքիր կերպով շատ անկեղծ է արդեն։ Այսինքն այս սրանից հետո մարդկանց համար ձեր կարծիքով ամբողջովին պարզ է, թե ուր են գնում եւ ինչ են կանում եւ ինչ են ուզում։ Չէ,
Բարձ չի, որովհետև Նիկոլ Փաշինյանը ինքը գիտի ինչ անում։ Ու ինքը ինչ գիտի ինչի է բարձրաձայնում։ Որովհետև ինքը շատ լավ գիտի Նիկոլ։ Ի տարբերություն 95%-ի Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի ինքը ինչի է դա անկեղծ բացայբաց ասում։ Ինքը շատ լավ գիտի, որ եթե ինքը չասի, հետո ինքը պատասխան տալու ժամանակ չի կարալ սուտ խոսի։ Վերևը։ Ինքը ընդհանրապես տեսեք իրանք ինչ են ասում այդ տեսակ մարդիկ ինչ են դա բարձրաձայնում ասում։ Ասում են, որպեսզի տիրոջ միջնորդությունից խուսափեն։ Այսինքն, որ չասեն գնան վերև, չասեն հարց չտան, չասեն, բայց ինչի չասեցի, ինչի չասեցի։ Ինքը այսինքն որ վաղը չկարողանանք ասել, որ այ ճիշտ չեք ասես ուտեք խոսել, այս այսպես արդեն ինքը իր ստրախովքին տիրոջ մոտ անում է, տենց կոպիտ ասեմ։ Տիրոջ մոտ ինքը իր ստրախովքին անում է, ինքը ազնվորեն բարձրաձայնում է այն, ինչ որ անելու է։ Դուք այսպես մարգարեություն եւ տեսիլք տեսած մարդ եք, հա, ձեր կարծիքով ինչ է սպասվում մեզ առաջիկայում, օրինակ ընտրությունները եւ այլն, ինչ է սպասվում մեզ։ Ես չեմ կարող ասեմ այդպես բաներ։ Այսպես կիսականխատեսման պես մի բան ասեք։ Չէ, դե գիտեք ինչ կա, բանը, ծրագրեր կան, որոնք որ դրանք անխուսափելիորեն պետք է իրականացվեն ըստ ծրագրի, ինչ կանխատեսվել է Հայաստանում ինչ պետք է լինի, այդ էլ կլինի։ Ոչ մի նոր բան էլ ինձ թվում է չի լինելու։ Եվ իմ վերջի հարցն եմ ուզում տամ, կարող եք 1-2 հատկանիշ թվարկել, որ մարդուն տարբերում է անասուն կենթանուց։ Անպայման։ Շատ լավ հարց է։ Հիշեցի Աստված ջան, որ թիվներ 90-ականների մոտերքներ 79, 90, 91, 2, թե 3, չգիտեմ, լավ տիպը չեմ հիշում։ Ուրեմն մի հատ բան խաղարկային փաստագրական ֆիլմ նկարեցի, ձեր հարցի կոնկրետ պատասխանն է։ Կադրը բացվում էր կանաչ դաշտ։ Նայում ես հեռվում արածում է բանը, կենթանին արածում։ Ինչքան կադրը մոտենում է, այնքան դու տեսնում ես իրական պատկերը այդ ամեն ինչի։ Տեսնում ես, որ այդ կանաչը իրական կանաչ չի։ Տեսնում, ինչքան մոտենում ես, տեսնում ես, որ այդ կանաչ թուղթ է։ Որ ավելի ես մոտիկանում, տեսնում ես, որ կենթանի չի, մարդն է չորեքթաթ արածում այդ կանաչ թուղթը։ Ձեր հարցի պատասխանն եմ ասում, մարդու եւ կենթանու, հա? Տարբերությունը։ Ու ասում է պատերազմի ամեն տեղ, հիվանդության չկա դեղ։ Սերնի չէ որ փողի դեմ, թող ռոբոտը քեզ ուտի։ Ձեր հարցի պատասխանը։ Շնորհակալ եմ պարոն Ալեքսանյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Եթերում անուշադրության կենտրոններ, այսօր իմ հյուրն էր Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Կհանդիպենք հաջորդ կիրակի առայժմ։